Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգին Սրբո, ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի բոլորիդ։ Միշտ Աստծո կարիք ունենք, այդ մասին չենք մոռանում, որովհետեւ առանց Աստծո ամեն բան ոչինչ է, նույնիսկ մեր կյանքը անիմաստ է։ Աստված է մեր արարիչը, մենք դրան հավատում ենք եւ հետևում ենք մեր արարչին։ Մեզ ոչինչ չի կարող սասանել, եթե մենք մեր վստահությունը դնում ենք Աստծո վրա։ Փառք Տիրոջը դրա համար։ Ուրեմն այս անցած կիրակին, ամսի 14-ը սեպտեմբերի, նշվեց Սուրբ Խաչի վերացման տոնը։ Ամեն տարի 14-ին մոտ կիրակին, սեպտեմբերի 14-ին մոտ կիրակին այս տոնը նշվում է եւ համարվում է հայ եկեղեցու կողմից 5-րդ տաղավար տոնը, ծնունդից սկսած Հիսուս Քրիստոսի, որը անշարժ տոն է, ծնունդը գիտեք հունվարի 6-ին է, մնացած տաղավար տոները շարժական են։ Դրա համար օրերը երբեմն խախտվում են, որովհետև կիրակի օրը պիտի լինի։ Այսինքն 14-ին մոտ կիրակի օրն է նշվում այս տոնը։ Վերացումը Սուրբ Խաչի։ Հայոց առաքելական եկեղեցին մշտական խաչի տոները մեծ ոգևորությամբ է նշում եւ դրա համար մենք 4 խաչի տոն ունենք։ Գիտեք այդ տոները, դրանց մասին խոսել ենք, չեմ ուզում անդրադառնամ հիմա։ Ուրեմն այս տոնը ինչի հետ է կապված, որ մենք նշում ենք այս տաղավար տոնը։ Ուրեմն մեր թվարկության 614 թվականին պարսկական Խոսրով թագավորը մեծ զորքով հարձակվեց Բյուզանդիայի վրա, որտեղ թագավորում էր Հերակլ թագավորը, հաղթեց Բյուզանդիային եւ շարունակեց իր ընթացքը եւ գրավեց նաեւ Երուսաղեմը, Իսրայելը եւ խաչը գերության տարավ 614 թվականին։ Ուրեմն Հերակլ թագավորը իհարկե չէր կարող դիմանալ այդ մահացու վիրավորանքին կարելի ասել եւ հավաքեց մեծ զորք, որի մեջ նույնիսկ հայկական գունդ կար այդ զորքի մեջ, հսկա զորքի մեջ, որոնց այդ գնդի զորավարը Մժեժ Գնունին էր։ Վերջը հայերը միացած այդ բյուզանդական զորքին հարձակվեցին Պարսկաստանի վրա եւ պարտության մատնեցին, քիչ ժամանակ անց Պարսից Խոսրով թագավորն էլ սպանվեց եւ 629 թվականին նոր խաչը վերադարձվեց։ Պատկերացնում եք 15 տարի խաչը գերության մեջ էր, Հիսուս Քրիստոսի խաչը։ Եվ մեծ ուրախություն ու ոգևորություն պատճառեց հավատացյալ ժողովրդին եւ խաչը տեղափոխվեց հայկական Կարին գավառով, գնաց Կոնստանտինոպոլիս, ապա այնտեղից տեղափոխվեց Երուսաղեմ եւ վեր բարձրացվեց։ Դրա համար կոչվում է խաչի վերացման տոն։ Վերացում, այսինքն վեր բարձրացում, նորից բարձրացվեց, իր տեղը դրվեց եւ որոշ մասունքներ խաչից, ասում են խաչը հիմա ինչի չկա, խաչից մասունքներ բաժանվեցին, թե հայերին տրվեց, թե բյուզանդացիներին, թե մյուս ազգերից, որոշ ազգերի, եւ դրա համար
հետագայում էլ խաչից շատ մասունքներ հավատացյալներին տրվեց եւ այդպես խաչը մասունքների ձևով մնաց հավատացյալների մոտ, շատերի մոտ նաեւ հայերը ունեն խաչի մասունքը։ Հիմա հենց այդ խաչի մասին ենք խոսում։ Աստծո առջև ցանկացած մարդու արդարանալու կենտրոնական կետը խաչն է։ Այսինքն առանց խաչի փրկություն չկա։ Եթե մարդը չի կարող արդարանալ Աստծո առջև, ուրեմն վերջացավ, Աստծո բարգությանը պիտի արժանանա։ Որովհետև Հռոմեացիների 1:25-ում ասում է. թեև Աստված կճանչնային, բայց Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, հապա իրանց խորհուրդների մեջ ունայնացան եւ մտքերնին անմտությունով խավարեցավ։ Պատկերացնում եք ինչ վիճակի էր մարդկությունը։ Եվ ասում է Աստծո ճշմարտությունը սուտի հետ փոխեցին եւ սկսեցին պաշտել ոչ թե ստեղծողին, այլ ստեղծվածներին։ Ու շարունակում է այդ խոսքը Պողոս Առաքյալը Հռոմեացիներին գրած թղթում, ասում է սկսեցին պաշտել մարդկանց, կենդանիներին, թռչուններին, սողուններին։ Իհարկե Աստված պիտի բարկանար։ Եվ դրա համար այդ բարկությունը մարդու մեղքի դեմ էր։ Եվ այդ բարկությունը սկսվել էր Ադամի դրախտի այգուց արտաքսվելուց, որովհետև Աստված մեղքը չի կարող ընդունել։ Աստված սուրբ, արդար Աստված է եւ մեղքը չի կարող տանել։ Դրա համար էլ խաչը մեջտեղ եկավ։ Հետարքիր է մի պատմություն պատմեմ աղջկաս մասին, ուրեմն իմ աղջիկը, մեծ աղջիկս, որ հիմա 84 թվի ծնված է, 90 թվին իրենց կնքեցինք մեր աղջիկներին երկուսին եւ իրենց խաչ նվիրեցին շղթայով, պարանոցից կախած, դրանով խաղում էր փողոցում, մեկ էլ տուն եկավ, տեսնենք խաչը չկա։ Այդ շղթայի հետ միասին ասեցի որտեղ ես խաղացել, ցույց տվեց ճանապարհը, որտեղով քայլել է, որտեղ է գնացել։ Ես էլ այդ ճանապարհով գնացի, մի ավազի թումբ կար։ Այդ թմբին հասա, ամենտեղ նայում եմ, չկա։ Ասի, ես ինչ եմ անում։ Առաջի հերթին պիտի Աստծուն դիմենք։ Ասի աղոտ կանեմ Աստված կգտնի, ես գտնողը չեմ, անհնարին բան է, ու կարճ աղոտ կարեցի, ասի Տեր Աստված օգնի խաչը գտնեմ, ուրիշ բան չեմ ասել։ Ուրեմն աչքերս պտտացրի, ուղիղ ոտքերիս տակ խաչը շղթայի հետ միասին։ Հիմա հրաշք է, թե հրաշք չի, ուրիշտեղ կանգնեի աղոտ կանեի, կամ տանը կանեի նոր կգնայի փնտրելու։ Չէ, քայլեցի հասա այդ ավազաթմբին, հերթով ման գալով կանգնեցի, ասի Տեր Աստված օգնի խաչը գտնեմ։ Սենց միամիտ նայեցի ոտքերիս տակը, տեսնեմ խաչը այնտեղ է։ Զարմանալի հրաշալի բաներ են կատարվում մեր Աստծո հետ։ Ես իմ հետ կատարվածն եմ ասում, որ համոզվեք, որ դրսից չի իմ հավատը, այլ իմ սեփական փորձառությունից է։ Ուրեմն մի նմանատիպ աղջիկ կար, իմ աղջկա նման, իրական պատմություն է, այս աղջիկը կիրակնորյա էր հաճախում, էլի փոքր աղջիկ էր։ Ուրեմն վզից փայլուն խաչ էր կախված այդ վզնոցի հետ միասին եւ մի մարդ այդ աղջիկը շատ հպարտ էր իր խաչով։ Մի մեծահասակ մոտենում ասում է դու գիտես որ Հիսուսը տգեղ գորշ խաչապայտի վրա է խաչվել։
Այսինքն այն խաչապայտը, որի վրա Հիսուսը հիմա, չգիտեմ, փայլում, գեղեցիկ խաչապայտեր են նկարում, ես իմ ինչեր են ցույց տալիս, բայց իրականության մեջ երկու փայտի կտոր է եղել։ Այդ փայտը շատ տգեղ է եղել, պատրաստված չի եղել որպես կահույք։ Ընդհակառակը մարդասպանության գործիք է, շատ տգեղ է եղել եւ այս մարդը ասում է, այդ խաչը տգեղ էր։ Իսկ դու այդ փայլում ու խաչն ես կրում, աղջիկը ասում է, ինձ Կիրակնորիայում սովորեցրել են, որ Հիսուսը ինչին որ դիպչում է, փոխվում է։ Հիմա իմ խաչն էլ այդպես փոխվել փայլուն է դարձել։ Շատ խորիմաստ պատասխան տվեց աղջիկը, այս մարդու կարելի ասել անհավատ հարցին, որ տգեղ է խաչ եղել, ուրեմն մենք տգեղ խաչեր կախենք մեր վրա։ Դրանից հարցը չի լուծվում, ոչ դրական, ոչ բացասական կողմ, բայց դե աղջկա պատասխանը շատ խորագետ էր։ Աստված օրհնի այդպես մտածող բոլոր մարդկանց, որ Հիսուսով ամեն ինչ փոխվում է։ Հիմա Հռոմեացիների 1:18-ում կներեք, Կորինթացիների 1:18-ում ասում է, բայց Պողոս առաքյալը ասում է, բայց մեր քարոզությունը խաչի քարոզությունը ասում է, կորսվածների համար հիմարություն է։ Նրանք ովքեր կորսված են, նրանց համար հիմարություն է։ Բայց մեզ հավատացյալներուս համար Աստծո զորությունն է։ Կորսվածները չեն ուզում խաչը ընդունել։ Եվ նրանք ընկած են տարբեր ճանապարհների հետևից միջոցների, որ գտնեն այդ միջոցները, որ ասեն, այս խաչը սխալ ճանապարհ է, եւ իսկապես հիմա որ վերլուծենք ընթացքը, որովհետեւ շարունակության մեջ 21 համարում ասում է Աստված հաճեցավ քարոզության հիմարությունով մարդը ապրեցնել։ Երբ որ կարդում ես քարոզության հիմարություն, ուրեմն մեր քարոզությունները հիմարություն են, չէ իհարկե։ Այստեղ հիմարություն բառը պարզության մասին է խոսում։ Այսինքն խաչի քարոզությունը պարզ քարոզ է։ Հիսուս Քրիստոս ծեծվեց, հալածվեց, տանջվեց, վերջը խաչի վրա խաչվեց, մահացավ եւ երրորդ օրը հարություն առավ։ Սա է ամբողջ ավետարանը։ Եվ Պողոս առաքյալը Հռոմեացիների 1:16-ում ասում է, ես կքարոզեմ, ասում է ավետարանը, ինձ համար ամոթ չէ ավետարանը քարոզել, որովհետև դա Աստծո զորությունն է բոլոր հավատացյալների փրկության համար։ Ուրեմն նույնն էլ այստեղ է ասում է, մենք քարոզենք խաչյալ Քրիստոսը, որը հավատացյալներու համար Աստծո զորությունն է, բայց հրեաների համար գայթակղություն է եւ հույների համար էլ հիմարություն։ Բայց մեզ համար Աստծո զորությունն է եւ Աստծո իմաստությունը, ուրեմն երկուսն էլ մեջտեղ է բերում Պողոս առաքյալը։ Ոչ միայն Աստծո զորությունն է, այլև Աստծո իմաստությունն է խաչի քարոզությունը։ Հիմա լավ, հրեաները ինչի էին գայթակղում խաչի մասին քարոզ լսելուց կամ խաչի քարոզությունից։ Որովհետեւ նույն հրեաներից մեկն էլ Պետրոս առաքյալն էր։ Հիսուսը, որ ասեց, պիտի ինձ ծեծեն, հալածեն, տանջեն եւ վերջո խաչեն ու պիտի մահանամ, Պետրոսը ասեց, քավ լիցի, որ այդ բանը քո հետ կատարվի Տեր։ Բայց Հիսուսը ասաց, ետից գնա սատանա, դու Աստծո խորհուրդները չես ասում, հապա մարդկային մտածողությամբ ես ասում այդ բաները, այսինքն մարդու խորհուրդ ես ասում, ոչ թե աստվածային խորհուրդ։
ուրեմն հրեաները Պետրոսի նման մտածում էին, որ Հիսուս Քրիստոս եկել է իր թագավորությունը, ինչու էին այդ թագավորությունը, եկել է որ իր թագավորությունը հաստատի եւ այդ թագավորությունը իրենք հասկանում էին, որ պիտի հռոմեացիներին կործանի, վերացնի եւ Իսրայելի թագավորությունը ամբողջ աշխարհի վրա հաստատի եւ ինքը թագավոր պիտի նստի, այսինքն Դավթի աթոռը Իսրայելում պիտի հաստատի եւ դրան էին սպասում եւ նրանց ամբողջ վարմունքը ցույց էր տալիս, որ իրենք դա էին սպասում, դրա համար Ծաղկազարդին ովսանաներից հետո մի շաբաթ հետո Հիսուսը խաչը հանեցին, որովհետեւ իրենց պատկերացրած հաղթանակը չբերեց, իրենք դա էին սպասում, բայց դա չստացան, դրա համար գայթակղվում էին սրանից, դրա համար զոհեր էին մատուցում, բայց Աստծուն հաճելի չէր նրանց զոհերը, Աստված ասում էր, Աստվածաշնչում ասում է, ես զզվել եմ ձեր զոհերից ու այդ ճարպերի հոտերից, ես ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ, Աստված ողորմություն է ուզում եւ խաչի վրա իսկապես Հիսուս Քրիստոսի անձով կատարվեց մի բարդագույն հարցի լուծում, որ շատ քրիստոնյաներ որոշ չափով չեն ըմբռնում, որ հարկավոր է խորանալ, որ հասկանան։ Ասում է որոշ քարոզիչներ ասում են խաչի վրա Աստծո արդարությունն ու ողորմությունը գրկախառնվեցին։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն Աստծո արդարությունը եւ ողորմությունը, որովհետեւ հեթանոսները ինչ էին ասում։ Հեթանոսները ասում են, որ եթե ձեր Աստվածը արդար է, ինչի է արդարացնում մեղավորներին։ Հիմա պատկերացրեք, մեկը դատավոր է եւ մի ուրիշը մարդ է սպանել։ Օրինակի համար եմ ասում, մարդ է սպանել, ես ուրիշ հանցանքների մասին չեմ խոսում։ Եվ գալիս է դատավորի մոտ եւ ասում է, ես հավատում եմ քո ողորմածությանն ու ներողամտությանը, դատավորին է ասում հանցանք գործողը, եւ դատավորն էլ ասում է դու արդարացված ես, որովհետեւ հավատում ես իմ ներողամտությանը, ողորմածությանը։ Հիմա հեթանոսները ասում են, բա ոնց է Աստված արդարացնում մեղավորին, որը կարող է եւ մարդ սպանածել լինի։ Օրինակ Դավիթի օրինակը բերենք, Դավիթը մարդ պատճառ եղավ, որ մարդ սպանվի, չէ՞, Ուրիային սպանել տվեց Բերսաբեի համար։ Եվ այլ հանցանքներ գործեց։ Բայց Աստծո սրտի մարդն էր։ Ինչպես է դա ստացվում։ Միթե մեր դատավորը անաչառ դատավոր չէ, արդար դատավոր չէ։ Հենց դրա համար Հիսուս Քրիստոս խաչվեց, որպեսզի մեղքի պատիժը անձի վրա կրվի։ Ամբողջ աշխարհի մեղքը Հիսուս Քրիստոսի վրա դրվեց եւ իր մահը խաչելությունը քավություն եղավ մարդկության համար։ Ոչ մի կենթանու զոհ չէր կարող քավել մարդու մեղքը։ Թեև հրեաները միլիոնավոր կենթանիներ էին զոհում, բայց դա չէր կարող քավել։ Այդ քավությունն էր, որ Աստված բավարարվեց։ Քավություն բառը հունարենից թարգմանած բավարարվել է նշանակում։ Այսինքն Հիսուս Քրիստոսի զոհով Աստված կարողացավ իրագործել իր արդարությունը, արդար պատիժ տվեց հանցագործին։ Ասում է երկրորդ Կորինթացիների երկրորդ թղթի 5:21-ն է, թե առաջի թղթի մոտավորապես ինչ որ է։ Ասում է արդարը մեղավոր սեպվեցավ կամ համարվեցավ, որպեսզի մենք անոր միջոցով Աստծո արդարները լինենք։ Առաջներում ինչ էր արվում, անկատար անասունը մորթվում էր կենթանին, որպեսզի մարդը արդարանա, այդ կենթանու արյունը թափած արյունով մեղքից ազատվի։
Բայց հիմա Հիսուս Քրիստոսի արդարի, այսինքն կատարյալի անկատար կենդանին համեմատեք կատարյալ Աստծո հետ։ Կատարյալ Աստված իր արյունը թափեց, որպեսզի իրեն հավատալով մենք արդարանանք։ Երկրորդ հարցը Աստծո ողորմածությունն էր։ Դրա համար Հռոմեացիների 5:8-ում ասում է Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, հայտնեց, երբ դեռ մեղավոր էինք։ Քրիստոս մեզի համար մեռավ։ Ուրեմն մեր մեղավոր եղած ժամանակ Քրիստոս մեր համար մեռավ։ Այսինքն այն վարձը, որ մենք պիտի տայինք մեր մեղքի դիմաց, ինքը վճարեց, գինը ինքը վճարեց։ Եվ դուրս է գալիս, որ Աստծո եւ արդարությունը եւ ողորմածությունը կամ ողորմածության հետ մեկտեղ սերը նույն բանն է։ Եթե սեր կա, ուրեմն ողորմածություն էլ կա։ Այսինքն Աստծո արդարությունն ու սերը հաղթեցին խաչի վրա։ Սա է խաչի մեծագույն գործը, բայց ավելի մեծ գործ արեց խաչը։ Որովհետեւ Աստծո փառքը մեջտեղ բերեց։ Մենք մտածում ենք միայն մեր փրկության մասին, մենք փրկվեցինք այդ միջոցով։ Բայց Աստծո փառքը երևաց այդտեղ, որ Աստված արդար է գործում եւ ողորմած է։ Նաեւ ցույց տվեց, որ հաստատեց օրենքը, որովհետեւ շատերը մտածում են եւ հրեաներն էլ այդպես էին մտածում, որ օրենքով պիտի արդարանան, օրենքը կատարելով եւ իրենց արդար էին համարում։ Բայց մարդը շնորհով է փրկված եւ դա Աստծո պարգևն է, նվերն է։ Դուք շնորհով եք փրկված, հավատքով եք փրկված, շնորհով եք փրկված հավատքի միջոցով։ Եվ դա ոչ թե ձեզանից է, այլ Աստծուց է, որպեսզի մեկը չպարծենա։ Ուրեմն մենք շնորհով նվեր ենք ստացել փրկությունը, եւ այդ նվերը գալիս է այն բանից, որ հավատում ենք խաչի վրա կատարած գործին։ Ուրեմն Եբրայեցիների թղթում ասում է համբերությունով վազենք մեր առջև եղած ասպարեզի ընթացքը 12-րդ գլխում է Եբրայեցիների։ Եվ մեր հավատքի առաջնորդին ու կատարողին նայենք։ Ու շարունակության մեջ գիտեք ինչ ասում է, որ իր առջևը եղած ուրախության համար խաչի մահը հանձն առավ։ Ամոթը ասում է արհամարեց եւ Աստծո աջ կողմը նստեց։ Ինչ է դա ցույց տալի, որ Հիսուս Քրիստոս այդ բոլոր հարցերը լուծեց եւ Աստծո աջ կողմը չէր նստի, եթե Աստծուն չբավարարեր։ Այսինքն Աստծո փառքի Տերն է ինքը, ինչպես Ֆիլիպեցիների թղթում է ասում, որ ամեն լեզու պիտի դավանի, որ Հիսուս Քրիստոս Տեր է Հոր Աստծո փառքին, Ֆիլիպեցիների թղթում, որ Աստծուն հավասար լինելը բառը մոռացա։ Թեև Աստծուն հավասար էր, բայց դա գայթակղություն չհամարեց, հափշտակություն, այո, հապա իր անձը փաստորեն խաչի համաձայնեց, որպեսի խաչի մահը կրի եւ Աստվածը նրան ասում է անունը տվեց, որ վեր է ամեն մի անունից, որին պիտի ծնրադրեն թե երկնայինները, երկնավորները, թե երկրավորները, թե սանդարամետականները։ Եվ ամեն լեզու պիտի դավանի, որ ինքը Տեր է Հոր Աստծո փառքին։ Հիսուս Քրիստոս խաչի մահով ցույց տվեց, որ ինքը Տերն է իսկապես, որովհետև հարություն առավ, չմնաց խաչի վրա։ Դրա համար հիմա մենք խաչը տեսնում ենք դատարկ, չնայած որոշ տեղեր նկարում են Հիսուսին խաչը ելած, բայց ճիշտը դատարկ խաչն է, որովհետև երբ որ գերեզման գնացին, ասեցին մի փնտրեք իրեն այստեղ, որովհետև ինքը հարություն առավ, գերեզմանը դատարկ էր, խաչն էլ դատարկվեց։
Հիմա լավ հույներին գանք, այս հույները ինչու են համարում հիմարություն Աստծո կատարածը, որովհետև երբ որ վերլուծում ենք հավատացյալների հավատը, տեսնում ենք, որ հիմնված է կույսի երեխա ունենալու վրա, փիլիսոփաները հույն, իմաստունները ոչ մեկը չէին հավատում, որ կույսից երեխա կարող է ծնվել։ Երկրորդը Աստված խաչվեցավ, ասում են հավատացյալները։ Իհարկե հույները, այսինքն հույների տակ մտնում են աշխարհի բոլոր հեթանոսները։ Աստված չի կարող խաչվել հույները, ասում են, հույն փիլիսոփաները, իմաստունները։ Մարմնով հայտնվեցավ, մարմնով չի կարող հայտնվել, հարություն առավ, ոչ մեկը հարություն չի կարող առնել մեռնելուց հետո, հույները չեն հավատում դրան։ Իրենք հավատում են, որ հավիտենական կյանք կա, գիտեք, հույները հավատում են հավիտենական կյանքին, բայց ուրիշ ձևով։ Ասում են բոլոր մարդիկ կարող են արդարանալ, այսինքն իրենց մարդկային գործերով պիտի արդարանան։ Երբ որ գնան դատի մահից հետո, աստվածները ասում են պիտի իրենց դատեն եւ այդ դատի ժամանակ արդարները կփրկվեն, մնացածը վերամարմնավորվելով ուրիշ մարդ դառնալով նորից երկրի վրա պիտի հայտնվեն, հունական փիլիսոփայության դատողությունն է սա։ Իմը չէ, դիցաբանության եւ այլնի մեջ դա են գրում։ Պիտի վերամարմնավորվեն, գան երկրի վրա ապրեն, նորից ապրեն ու ճիշտ ապրեն, արդարանան եւ այդպես շարունակ մինչեւ որ արդարանան ու աշխարհի վրա ոչ մի մարդ, բոլոր մարդիկ անմահ են, այսպես էին մտածում հույները։ Երբ որ Գործք առաքելոցում նշված է 17-րդ գլխում, ասում է Պողոս առաքյալը, երբ որ Աթենքում էր Արիսպագոս այդ հավաքատեղին իրենց, որտեղ փիլիսոփաներն էին հավաքվում, գիտեք, հույն Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, մյուսները բազմաթիվ փիլիսոփաներ ունեին հույները, ամեն մի փիլիսոփայության ուղղության հետևող, եւ այդ փիլիսոփաների հիմնական գաղափարը ինչն էր, որ նորություն խոսեն ու նորություն լսեն։ Ուրիշ բան չկար։ Եվ Պողոս առաքյալը, երբ որ հայտնվում է իրենց մոտ, ուզում է այս մարդկանց դարձի բերել, բան հասկացնել, խաչի մասին խոսել, ասում է, ձեր մոտ շատ սեղաններ կան տարբեր աստվածներին, որպես զոհասեղան նվիրված եւ մեկի վրա գրած է անծանոթ Աստծուն։ Ահա ես եկել եմ այդ Աստծու մասին եմ խոսում, ասում է, որը աշխարհի արարիչն է։ Բայց հույները էլի ծաղրեցին եւ շատերը չընդունեցին, մեծամասնությունը չընդունեցին։ Եվ այսօր նույն վիճակը ամբողջ աշխարհում է, այս բաները, որ խոսում եմ հրեաների ու հույների մասին, ամբողջ աշխարհին է վերաբերվում։ Ավելի շատ կորսվողներն են մարդկության մեջ, քան թե փրկվողները։ Որովհետև 8 միլիարդ մարդուց երևի 1 միլիարդ էլ հավատացյալ իրական հավատացյալ խաչին հավատացող չես գտնի, նույնիսկ խաչին հավատացողները, այսինքն Քրիստոսին հավատացող ու հետևող որոշ քարոզիչներ, ես կարդացի ամերիկացիներ կան եւ այլն, ասում են խաչի մասին մի քարոզեք, որովհետեւ դա մահվան մասին է, շատերը գայթակղվում են եւ չեն ուզում հավատի գալ։ Այդ թեման մի կողմ դրեք եւ քարոզեք բարգավաճում, հարստություն, լավ բաներ Աստծուն հավատալուց հետևանքը կլինի շատ լավ բաներ։ Իսկապես հավատացյալների համար շատ լավ բաներ են կատարվում, բայց մենք այս աշխարհից չենք սպասում։ Ասում է Հովհաննես առաքյալը առաջի թղթում ասում է, աշխարհն էլ կանցնի, անոր ցանկությունն էլ, բայց ով որ Աստծուն հավատա, հավիտյան պիտի մնա։ Ուրեմն մենք հավատանք մեր Տիրոջը ու իր կատարած գործին եւ այդ կարելի ասել սարսափելի մահը հաղթանակ եղավ, որովհետեւ Կորինթացիների 15 գլխում ասում է մահն ու գերեզմանը հաղթության մեջ ընկղվեցան։ Ուր է ով մահ
քո խայթոցը, ով գերեզման քո հաղթությունը։ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի ուժը օրենքը։ Շատերը ասում են օրենքը այլևս չկա։ Չէ, օրենքը կա։ Միթե մենք կարող ենք մի սպանիր, մի գողացիր, այդ բոլորը ուժի մեջ է։ Օրենքը ուժի մեջ է, որովհետև Հիսուս Քրիստոս ասեց, քանի երկինքն ու երկիրը կա, օրենքն էլ կա։ Օրենքից 7-ը գիծը չի պակասի, մինչև հավիտյան չի պակասի օրենքից ոչ մի գիծ, որովհետև օրենքը տրվել էր մեղքը ճանաչելու համար։ Այս ամբողջ ընթացքը կապված էր մեղքի հետ, մեղքից ազատվելու հետ։ Ուրեմն մենք սրբվենք ու մաքրվենք Աստծո խոսքի հետևություն անելով եւ քայլենք ճշմարտության ճանապարհով, որովհետեւ այդ ճանապարհը հենց խաչի ճանապարհն է, որովհետեւ Հիսուս ասեց. ով որ իր անձը ուզում է գտնել, թող իր ով որ ուզում է ինձ հետևել, թող իր խաչը վերցնի եւ իմ հետևից գա։ Ասում է իմ բեռը թեթև է, ծանր չէ ու քաղցր է իմ լուծը։ Ուրեմն մենք Հիսուսին հետևենք, այնքան էլ ծանր բան չի տվել մեզ Աստված։ Ծանր բանը ինքն է արել խաչի վրա։ Փառք Տիրոջը դրա համար, Աստված օրհնի։